Եթերում update լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես մեր երկիրը բավականին լավ ու հեռանկարային վիճակում է, վարչապետն է հայտարարել։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր գնահատականով դժոխային իրադարձությունների միջով անցնելով հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են հնարավորություններ։ Մեր պատմության մեջ այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարատևությունը առաջիկա 100-ամյակների համար երբեք չենք ունեցել, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև ընդգծել է, որ եթե Հայաստանն ունենար անվտանգության խնդիր, ապա նմանատիպ ներդրումներ չէին արվի։ Խոսքը $500 միլիոն արժողությամբ AI գործարանի մասին է, տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։ 3 Nvidia ընկերության, որը $3.5 տրիլիոն կապիտալիզացիա ունեցող տեխնոլոգիական հսկաներից մեկն է աշխարհի, գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, որի հետ դուք 2023-ին եւ նաեւ 19 թվականին առիթ ունեցել եք տարբեր հարթակներում հանդիպելու եւ քննարկելու նաեւ այս գաղափարը, վերջապես հայտարարվեց, որ Firebird ընկերությունը դառնում է Nvidia-ի եվրոպական տարածաշրջանում գլխավոր գործընկերներից մեկը, Հայաստանում այս մեծ նախագիծը իրականացնելու նպատակով նախատեսում են 26 թվականից սկսել ծրագրի իրագործումը։ Այո, ճիշտ նշեցիք, Firebird-ի հայտարարության մեջ նշված է, որ շուրջ $500 միլիոն ԱՄՆ ներդրում է նախատեսում իրականացնել, որը նաև ենթադրում է մինչև 100 մեգավատ էլեկտրաէներգիայի սպառում, նմանօրինակ ենթակառուցվածքները շահագործելու նպատակով ընդհանրապես էներգիան եւ ռեսուրսները չափազանց կարեւոր են եւ այստեղ մենք հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է ունի այդ հզորությունները տրամադրելու։ Պետք է նշել, որքանով որ դա հնարավոր կլինի իհարկե հասկանալի կերպով, խոսքը նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորների մասին է, որ Firebird-ը պետք է ձեռք բերի Nvidia ընկերությունից, որ այս պահի դրությամբ աշխարհի ամենաառաջատար տեխնոլոգիան է համարվում, պրոցեսորները, որոնք համալրված են ամենաառաջատար չիպերով, սա հնարավորություն է տալու արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների cloud ծառայություններ մատուցել եւ հայաստանյան տնտեսությանը եւ աշխարհի տարատեսակ ընկերությունների, տեխնոլոգիական ընկերությունների, որոնք հիմնականում նորարարություններով են զբաղվում, այսինքն հետազոտողները, գիտնականները, մասնավոր բիզնես հատվածը նորարարությունների համատեքստում պետք է օգտվեն, վարձակալեն Firebird-ի կողմից արտադրված այդ արհեստական բանականության ռեսուրսը եւ իրենց հետազոտություններում կիրառեն, պետք է նշեմ, որ որոշ հատված մենք նախատեսում ենք, կառավարությունը նախատեսում է հասանելի դարձնել հայաստանյան ստարտափ էկոհամակարգի համար, AI մասնագետների համար, հետազոտողների համար, բայց հասկանալի է, որ մենք խոսում ենք մեծածավալ ռեսուրսների մասին, այսինքն հիմնական մասը բնականաբար ընկերությունը cloud ծառայությունների միջոցով պետք է հասանելի դարձնի եւ վաճառի աշխարհի տարբեր երկրներում ընկերություններին։ Շատ կարևոր process-ներ են եւ սրանք խորքային եւ բովանդակային փոփոխություններ են բերում խորքային եւ բովանդակային փոփոխություններ են բերում մեր երկրին եւ բոլոր առումներով եւ շատ կարեւոր է սա գնահատել եւ ընդհանրապես գիտեք ինչ շատ կարեւոր է գնահատել մեր երկրի ընթացիկ իրավիճակը մենք որտեղ է գտնվում մեր երկիրը այսօր ընդհանրապես սա շատ կարեւոր հարց է բայց այստեղ շատ կարեւոր գաղափարախոսական հարց էլ կա որովհետև կապված է թե ինչ դիտանկյունից, ինչ գաղափարախոսության դիտանկյունից է դիտարկում հարցը։ Երբ որ մենք հարցերը դիտարկում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության տեսակետից, մենք տեսնում ենք, որ մեր երկիրը այսօր գտնվում է բավականին լավ եւ հեռանկարային վիճակում։ Ընդ որում ես իմ գնահատականն այն է, որ մենք դժոխային իրադարձությունների միջով անցնելով հիմա հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, որ թույլ տվեք ասենք մի չեմ ուզում տեն շատ տարածական բան ասել, բայց մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարատևությունը
առաջիկա 100-ամյակների համար երբեք չենք ունեցել։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ։ Եվ ընդ որում այդ սպառնալիքները եղել են միշտ։ Ոչ մի նոր սպառնալիք չկա։ Այսինքն այն բոլոր սպառնալիքները, որ եղել են, իրենք այսօր էլ շարունակում են մնալ։ Որն է տարբերությունը։ Տարբերությունն է նա, որ մենք այդ սպառնալիքները կառավարելու հնարավորություն ենք ստացել տեսական եւ գործնական, եւ երկրորդը, ինչն է նորությունը այս պատմության մեջ։ Նորությունն է նա, որ գոյություն ունեցող սպառնալիքներին որպես հակակշիռ բացվել են անհավանական հեռանկարներ մեր երկրի առաջ։ Բոլոր առումներով, թե տնտեսական, թե քաղաքական, թե միջազգային, եւ էլի ես ուզում եմ ասել, ոնց որ խոսում ենք նոր տեխնոլոգիական ոլորտում զարգացումների մասին, էլի շատ սովորական բան է, 2026 թվական Հայաստանում տեղի ունենալու եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողով։ Դե գագաթաժողովը տեղի ունենալու, ինչ կա որ աշտանը տեղի ունենալու կենսաբազմազանության COP17 համաժողովը, դե COP17, լավ, օքեյ, տեղի ունենալու, բայց կործանվում ենք։ Կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցների յուրացման շահարկումներին։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ազգային ժողովում քննիչ հանձնաժողով էր ձևավորվել։ Այն ղեկավարում էր ընդդիմության ներկայացուցիչը։ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է ոչ հանձնաժողովը կա, ոչ զեկույցը, թե միջոցներ են գողացվել, որ իրենք էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Օրինակ դիմեն դատարան եւ ստիպեն հակառակը պնդել, քանի որ իրականությունը հայտնի է, ինչ է տեղի ունեցել։ Սփյուռքի գործերով հանձնակատարն էլ թեման կեղծորակարգ ու փուչիկ անվանել։ Ես նկատեցի, որ ընդդիմության շարքերից էլի խոսում են, որ հիմնադրամի միջոցներից յուրացվել են, գողացվել են։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ ազգային ժողովում քննիչ հանձնաժողով էր ձևավորվել եւ քննիչ հանձնաժողովը ղեկավարում էր ընդդիմության ներկայացուցիչը։ Պետք է արձանագրել, ուր է այդ քննիչ հանձնաժողովը, ուր է իրենց եզրակացությունը։ Ինչի չի կազմակերպվում, չի շարունակվում այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքը։ Այսինքն թող հանրությանը պարզաբանում տան։ Էլի հազար ներողություն դուրս են գալիս տակից գլխից խոսում են բաները, որոշ կաշառակերներ եւ չասենք ում մասին է խոսքը, չնայած բոլորս է հասկացանք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ 100 միլիոն, չգիտեմ, հիմնադրամից գողացնի։ Արծվիկ Մինասյանը չէր այդ բանի քննիչ հանձնաժողովի ղեկավարը։ Ուր են, բա ուր է իրանց զեկույցը։ Թող մի հատ գրեն, ստորագրեն, որ գողացվել է, մենք էլ այդ դեպքում կիմանանք ինչ անենք։ Սիրուն կդիմենք դատարան եւ նրանց կստիպենք հակառակը պնդել։ Ոչ թե կստիպենք դե յուրե, որովհետեւ մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել եւ գիտենք, որ իրենց ասածը տեղի չի ունեցել։ Եվ այս հայտարարություններն էլ ես չգիտեմ, մենք հակադարձում ենք, չենք հակադարձում, բայց էլ եմ ասում, փաստերն է, որ կար քննիչ հանձնաժողով։ Հիմա ես նայեցի, ոնց որ լուրջ չկա այդ հանձնաժողովից։ Իրանք ասում էին լծակներ, ես անենք, բացահայտենք, բայց ինչի՞ չեն բացահայտում։ Թող բացահայտեն։ Համեցեք։ Պարոն վարչապետ, զեկուցելու բան չկա, այսինքն թեմա չկա։ Ի սկզբանե դա եղել է կեղծ օրակարգ, փուչիկ։ Հետևաբար ինչ գոյացնեն, ինչ կարողանան ներկայացնել հասարակությանը եւ մի բան էլ նշեմ, որ ի վերջո Հայաստան համայնքական հիմնադրամի հոգաբարձությունների խորհրդի մեջ ներկայացված են համարյա բոլոր այն ուժերը, որոնք այդ հարցը բարձրացրել են։ Իրենք խորհրդի մեջ են, իրենք կառավարող մարմնի անդամ են։ Խորհուրդ այդ հարցը քննարկել է եւ եկել է եզրակացության, որտեղ թեմա չկա, այսինքն հիմնադրամի խորհուրդն է հենց եկել այդ եզրակացության, բայց ես դրա մասին չեմ ասում։ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ձևավորվել է, թող այդ հանձնաժողովը այդ եզրակացությունը տա։ Ում են կանչել, ինչ են արել, ես անկեղծ ասած գիտեմ, որ հիշում եմ, որ սկսեցին աշխատել ու տենց գնաց կորավ, բայց հանձնաժողովի նախագահը հենց Հայաստան խմբակցությունը ներկայացնող անձ է, եւ այդ անձը թող պատասխան տա, բա ինչ եղավ, ուր է, ինչ եզրակացություն ունեն։
Ավելի վաղ վարչապետը նոր գրառում էր արել Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նրանց, ովքեր Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցին կեղծավորների եւ փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում փորձել են թուրքական կամ ադրբեջանական հետք տեսնել։ Փաշինյանը կաթողիկոսի թեկնածու չունի, բայց կաթողիկոսի նկարագիր ունի։ Մարդ, որը հավատում է Աստծուն, Քրիստոսի հետևորդ է եւ ոչ թե խարդախ վաշխառու։ Մարդ, որը ծառայում է եկեղեցուն, բարեպաշտ հոգեվորական է եւ ոչ թե վեղարի տակ թաքնված անառակ։ Եվ մենք ունենալու ենք բարեպաշտ եւ Աստվածավախ կաթողիկոս, գրել է Փաշինյանն ու հավելել. Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին եւ հայ ժողովրդին։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը։ Վարչապետի Անկարա մեկնելու եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպան մասին տեղեկությանն է անդրադարձել խոսնակը։ Նազելի Բաղդասարյանն ասել է, որ վարչապետի բոլոր միջազգային այցերի վերաբերյալ ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկություն։ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ վաղաշաբաթ համայնքի ղեկավարի ՔՊ թեկնածուն Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն է։ Քաջատեղյակ է համայնքի խնդիրների, նաև որպես Արմավիրի մարզպետ։ Խուդատյանը նշել է, որ քաղաքացիական պայմանագրի վարչությունը որոշել է, որ Մեխակյանն է գլխավորելու իրենց նախընտրական ցուցակը։ Ըստ նախարարի վաղաշաբաթ համայնքի խոշորացումը կլինի նախքան ընտրությունները, իսկ համայնքի ղեկավարի ընտրությունները նախատեսվում է իրականացնել մինչև տարեվերջ։ Անդրադառնալով ՔՊ վարկանիշի մասին հարցին նախարարը պատասխանել է, որ կլինեն ընտրություններ, կտեսնեք ինչքան է վարկանիշը։ Կլինեն ընտրություններ, կտեսնենք ինչքան է քաղաքացիական պայմանագրի վարկանիշը։ Այս խոսակցությունները ինձ հիշեցնում են ոչ այդքան հեռավոր 2021-ի ընտրությունները, երբ որ ընդդիմությունը եւ ոչ միայն ընդդիմությունը բարձրաձայնում էր, որ քաղաքացիական պայմանագրի վարկանիշը իջել է եւ դրանից հետո օրինակ իմ ղեկավարած Արմավիր համայնքում քաղաքացիական պայմանագիրը 4.5% ավել ձայն ստացավ, քան ստացել էր 2018 թվականին։ Ձեր ղեկավարած Արմավիր համայնքի փառաքարում Գյումրիում էլ կոալիցիոն մենք վաղարշապատի միասնական ընդդիմության վաղարշապատի հետ կապված այդպիսի մտահոգություններ չունենք, ժամանակը ցույց կտա, այդ ընտրությունները ամենևին էլ սարերի հետևում չեն եւ ժամանակը ցույց կտա, որ մենք մտահոգություններ չունենք եւ այդ չունենալու փաստը արդարացվելու է ընտրության արդյունքներով։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է խոսել իմպիչմենթի գործընթացից։ Լրագրողների հարցերին ի պատասխան նա ասել է, որ բազմիցս հայտարարվել է իմպիչմենթի համար 36 ստորագրություն պետք չէ, 54-ն է պետք։ Նիստերի դահլիճ հարցը բերելու են, երբ ունենան 54 ստորագրություն։ Գործընթացը Սերժ Սարգսյանը համարում է սկսված, քանի որ ըստ կանոնակարգերի գործընթացը համարում է սկսված, երբ մեկ խորհրդարանական թեկնածու է առաջադրում։ Գիտեք, ես ինչից եմ զարմանում, էլի, որ լրագրողը, որ այդ թեմայով հետաքրվում է, ինչի հետևում տարբեր մարդկանց բացատրությունների։ Եթե օրինակ դուք երեք լսած ելնեիք Հայկ Մամիջանյան, այդ հարցը չէիք տա, 36-ը ինչ կապ ունի, մեզ 54 է պետք, 36 չի պետք։ 36 նախնական գործընթացը սկսել։ Ոչ, գործընթացը արդեն սկսված է, վաղուց սկսված է։ 36 падգամավոր դրել է իր ստորագրությունը, պարոն Սարգսյան։ Լսեք, ես ձեզ ասում եմ, գնացեք թեման ուսումնասիրեք։ Ես ուսումնասիրել եմ, Դուք չեք ուսումնասիրել, որովհետև գործընթացը սկսվում է, երբ ազգային ժողովի մեկ падգամավոր առաջադրում է վարչապետի թեկնածու։ Գործընթացը այդ ժամանակ է սկսում, 36-ը Բայց նիստերի դահլիճ բերելու համար 36 մարդու ստորագրություն է, պարոն նախագահ։ Ասեցինք, որ նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54, 36-ը կապ չունի, վատ թիվ եք ասում 36-ը։ Փաստ է, որ իմպիչմենթի գործընթացի ձևաթղթի տակ 6 պատգամավորի ստորագրություն կա, թե ինչու չեն ստորագրում, պատիվ ունեմ խմբակցության վարչապետի թեկնածուն չգիտի։ Դավիթ Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք իրենց օրակարգով շարժվելու են առաջ, գնալու են մինչև վերջ, մինչև Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունը։ Մենք գալու ենք կասեցնելու են գահավիժող ընթացքը, ինչը տեղի ունենում մեր երկրում, այս մեկ։ Երկրորդը մեր նպատակն է ձևավորել հանրային լայն համերաշխության օրակարգ, դրա համար շատ ինչ-որ շրջանակների ու մարդկանց մասին չեմ փորձում կարծիք հայտնել, որովհետև ես դրա կողմնակիցը չեմ, ես ուզում եմ, որ մեր երկրում վերջո վերականգնվի հասարակական համակեցության կանոնները, որովհետև դուք ինձանից լավ գիտեք, այսօր բոլոր իրար վիրավորում են, ինչ-որ ատում են, այս քաղաքական գործիչները ինչքան էլ ցավալի է, մեր իրականություն են բերել հանրային ինչ-որ հայոյանքի խոսույթը եւ այլն, ես սրան դեմ եմ, ես որպես հայ մարդ դեմ եմ այն
խոսույթին, ինչը որ տարածում են ինչ որ քաղաքական ուժեր մարդկանց վիրավորելով կարծիքներ են ձևավորում եւ կարծում եմ որ մենք գալիս ենք հենց այս կասեցնելու եւ վստահ եմ որ ինչ որ մենք պլանավորել ենք մենք մեր թիմը փուլ քայլ առ քայլ հասնել ենք ավարտին։ Պարոն Համարյան, բայց առայժմ ձեզ չի հաջողում ընդդիմադիր շրջանակներին ամբողջությամբ համախմբել ձեր շուրջը։ Ոնց է հաջողվելու լինել այդ մերանը ձեր ուզած մթնոլորտը։ Մի քիչ դա էլ է փոխհարաբերական չի հաջողվում։ Ես հասկանում եմ այս ստորագրությունների մասին է խոսքը, դրա համար ստորագրությունների հարցը պետք է տալ Հայաստան Դաշինք խմբակցության պատգամավորներին, թե որտեղ են իրանք ստորագրել։ Դրանից հետո ամեն ինչ բարձ է դառնալու։ Դուք ունեք դրա պատասխանը որտեղ են։ Ես ամեն դեպքում այն ձևաթուղթը, որը պատրաստված է, հրապարակված է, ձևաթղթի տակ չկան այս ստորագրությունները։ Մնացածը իրանք պիտի պատասխանեն։ Բայց ասին գրասենյակում դրած է, հրապարակեցին։ Մենք էջում ասել են, սա մենք ունենք մեր ստորագրությունը դրած է։ Ուզում եմ որ մեր հասարակությունն էլ իմանա, որ երեք Հայկը Մամիջանյան հստակ ներկայացրել է ձևաթուղթը եւ բացատրել է շատ հարակրկիտ, որ պիտի ստորագրությունները դրված լինեն այս ձևաթղթի տակ։ Ուրիշտեղ չի անցել։ Շատ հավանական է վաղը մեկ ուրիշ խմբակցություններ ինչ որ թուղթ ստորագրի, ինչ որ միտեղ դնի, ասի ստորագրած թղթեր ունենք, այդպես չի լինում ժողովուրդ ջան։ Ճամբարակում Բայթյունից տուժած եւ Երևան տեղափոխված 3 մարդկանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ 1958 թվականին ծնված տղամարդը մահացել է։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մյուսի 2-ը շարունակում են բժիշկների հսկողության տակ լինել, վիճակը միջին ծանրության է։ Իսկ Ճամբարակի բուժհաստատություն տեղափոխված 7 պացիենտներից 3-ը դուրս է գրվել, 4-ը դեռ բժիշկների հսկողության տակ է։ Հիշեցնեմ, Բայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Բայթյունի գործով քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։ Այն, որ Երևանը հին քաղաք է եւ դարավոր պատմություն ունի, փաստ է, բայց այդ պատմության քանի շենք եւ շինություն է այսօր կանգուն։ Ինչու են որոշ ժողովուրդներ կարողանում պահել ու վերականգնել իրենց ժառանգությունը, իսկ ոմանք իրենց ձեռքով ոչնչացնում են այն։ Ցավոտ թեմային Գերմանիայից անդրադարձել է Ռաֆայել Մնացականյանը։ Բարև ձեզ բարեկամներ։ Երբ դարավոր ճարտարապետությունդ ու քաղաքդ ահասարսուր պատերազմի ժամանակ հիմնահատակ ավերվում է, իսկ դու կորցնում ես ինքնիշխանությունդ, դա ինչ խոսք մեծ ողբերգություն է։ Բայց կրկնակի ողբերգությունը, երբ դու քո ձեռքով ես քանդել ու քանդում քո պատմական կենտրոնը, բայց ոչ թե պատերազմով պայմանավորված, այլ օրինակ էլիտար նորակառույց կառուցելու հեռանկարով։ Կարծում եմ կարահեցիք, որ այսօրվա մեր զրույցը լինելու է նաև Երևանի փոքր կենտրոնի մասին, 100-ամյա պատմական նշանակության շենքերի վայրագ ոչնչացման մասին, որոնք ինչ խոսք մեր քաղաքի պատմական անցյալի հենասյուները պիտի դառնային։ Բայց մինչ դա եկեք տեսնենք նրանց, ում մոտ պատմական կենտրոն պահպանելը իրոք հաջողվել է։ Բարեկամներ, ես գտնվում եմ Գերմանիայում, ավելի կոնկրետ Հեսսեն երկրամասի մայրաքաղաք, համաշխարհային ֆինանսական կենտրոն Ֆրանկֆուրտում։ Քաղաքը տեղակայված է Մայն գետի ափին գտնվող հին բնակավայրի տեղում, որը ժամանակին բնակեցված է եղել ֆրանկների կողմից եւ այդտեղից էլ գալիս է քաղաքի անունը՝ ֆրանկների բնակավայր, Ֆրանկֆուրտ։ Մի փոքրիկ պատմական ակնարկ, երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ֆրանկֆուրտը դաշնակիցների ավիացիայի կողմից ենթարկվել է հաճախակի ռմբակոծության, ավիացիոն հարձակումների հետևանքով ավերվել է քաղաքի ամենահայտնի պատմական շրջաններից մեկը, Ռոմերը, բայց ինչպես եւ դժվար չի կռահել, քաղաքի պատմական ճարտարապետական գլուխգործոց համարվող շինությունները արագ վերականգնվել են։ Գերմանացի ժողովրդի համառության, նպատակասլացության, նվիրումի եւ անկասկած մեծ հայրենասիրության շնորհիվ երբեմնի պատմական կենտրոնը միջնադարյան իր ճարտարապետությամբ կրկին ներկայանում է մեզ։ Գերմանացիք էլ կարող էին չէ կործանված վիճակում առանց տնտեսության որոշ մեծահարուստների կոպեկներով վաճառել պատմական կենտրոնը, իսկ վերջիներս էլ մեծ գումարներ աշխատելու մոլուցքով մեկը մեկից անճաշակ շենքեր կարող էին վերհանել, կամ օրինակ Մարշալի պլանով միլիոնների օգնությունը, որ եկավ Գերմանիա, այդ դոլարները կարող էին չէ մեջ անել, մի երկու փողոց ասֆալտապատել եւ բավարարվել, բայց ոչ, նրանք հասկացան, որ ազգային արժեքներն ու քաղաքի ճարտարապետական ժառանգությունը, պատմությունն ու արժանապատվությունը վիճարկման ու սակարկման առարկա լինել պարզապես չեն կարող։ Տեսեք, ես գիտակցաբար չեմ նշում, որ Ֆրանկֆուրտը դա համաշխարհային ֆինանսական կենտրոն է, բարեկեցության, երկարակեցության, միջազգային առաջատար կազմակերպությունների շտաբ կենտրոն եւ բժշկության, կրթության, մշակույթի պահանջված հասցե, չէ, ես դրա մասին չեմ խոսում ամենևին, որովհետեւ
միշտ նման համեմատականներ անելիս մերոնք ասում են դե փող է պետք, էս է պետք, հովանավոր է պետք եւ այլն եւ այլն։ Ես խոսում եմ միայն շինությունների եւ քաղաքի ճարտարապետական դեմքի մասին, պատմական կենտրոնի մասին։ Աշխարհով մենք ենք գոռում, որ շինարար ազգ ենք։ Գերմանացին չի գոռում դա։ Գերմանացին լուր վերականգնում է իր պատմական անցյալը, իսկ մենք գալիս ենք եւ հանձնվում ենք Կարմիր խաչին, իրանց հաշվին ապրելով։ Իդեպ այո, Ֆրանկֆուրտը նաեւ այդ առումով առաջին հասցեներից մեկն է։ Պատկերացնում եք, մենք մեր ձեռքով քանդեցինք մեր պատմական կենտրոնը, լկտիաբար համարակալեցինք քարերը իբրև սրթովանք, հետո քանդեցինք արդեն սառնասրտությամբ։ Պատմական շենքեր ու առանձնատներ, որտեղ մեր ժողովրդի, պետության ու պետականության իրապես նվիրյալ զավակներ են ապրել, հիմնահատակ քանդվեցին, այնինչ այդ հասցեները վաղուց պիտի թանգարան ու զբոսաշրջային այցեքարտեր դառնային։ Տեսեք, զբոսնում ես քաղաքի կենտրոնով եւ դարերը իրապես անցնում են կողքով։ Ամեն մի շենք իր դարավոր պատումը ունի։ Կարող եք արդյոք նույնը ասել Երևանի մասին, որը ի տարբերություն Ֆրանկֆուրտի, ինչպես մենք ենք ասում, Հռոմից է 40 եւ ավել տարով։ Այդ իսկ պատճառով, հարգելի բարեկամներ, եթե դուք էլ հանկարծ օրերից մի օր այս կողմերով անցնեք, ես կխնդրեմ, որ հիշեք այսօրվա մեր զրույցի մասին եւ հասկանաք, ինչ ասել է հայրենասիրություն։ Հայրենասիրությունը ոչ թե հեքիաթները իրար պատմելու մեջ է, այլ եղածը պահպանելու մեջ է, պատմական հիշողությունը պահպանելու մեջ է, ազգային ժառանգությունը հաջորդ սերունդերին փոխանցելու մեջ է եւ ոչ միայն։ Մտածեք այդ ուղղությամբ։ Շարունակենք, Հանրապետության նախագահը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Ռուսաստանի դեսպանատուն։ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա առիթով եւ իդեմս դեսպանի Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել բարեկեցություն, խաղաղություն եւ բարգավաճում։ Միջազգային թեմաները մեկ տեսաշարով։ Լոնդոն մեկնող Air India ավիաընկերության Boeing 787-8 ինքնաթիռի կործանումից հետո Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։ Ըստ համացանցում տարածված տեսանյութերի 242 մարդու տանող ինքնաթիռի կործանման վայրից սև թանձր ծուխ է բարձրանում։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մետր բարձրության վրա։ Գուջարաթի նահանգի պետնախարարը հայտարարել է, որ պաշտոնյաներին հրահանգվել է իրականացնել անհապաղ որոնողափրկարարական աշխատանքներ եւ այնպիսի գործողություններ ձեռնարկել, ինչպիսիք պատերազմի պատրաստվելիս։ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Միացյալ Թագավորությունն աշխատում է Հնդկաստանի իշխանությունների հետ անհապաղ պարզելու ինքնաթիռի կործանման հետ կապված փաստերը եւ աջակցություն ցուցաբերելու տուժածներին։ Օդանավում գտնվել է 230 ուղևոր եւ անձնակազմի 12 անդամ։ Air India ավիաընկերությունը X սոցիալական հարթակում հաղորդել է, որ օդանավում գտնվող ուղևորների թվում էր 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի եւ 1 կանադացի։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հունիսի 12-ի առավոտյան ժամանել է Կիև։ Այցի ընթացքում նա մտադիր է Ուկրաինայի ղեկավարների հետ քննարկել երկրում տիրող իրադրությունը, ինչպես նաև լրացուցիչ ռազմական օգնությունը։ Մենք ամեն բան կանենք Ուկրաինային աջակցելու համար, որպեսզի նա կարողանա իրեն պաշտպանել եւ հայտնվել այնպիսի դիրքում, որտեղ Ռուսաստանը պատրաստ կլինի լուրջ բանակցությունների։ Այցից առաջ հայտարարել է Պիստորիուսը։ Հունիսի 4-ին Բրյուսելում ելույթ ունենալով Ուկրաինայի հարցերով շփման խմբի նիստից առաջ Գերմանիայի պաշտպանության նախարարը կոչ էր արել միջազգային գործընկերներին աջակցել այդ երկրի հակաօդային պաշտպանության ուժեղացման նախաձեռնությանը։ Հինգշաբթի գիշերը ռուսական բանակը Շահեդ տիպի գրոհային անօդաչու թռչող սարքերի միջոցով ռմբակոծել է Խարկով քաղաքը։ Հայտնել են քաղաքապետ Իգոր Տերեխովը եւ Խարկովի մարզային ռազմական վարչակազմի նախագահ Օլեգ Սինեգուբովը։ Նրանց տվյալներով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ։ Տերեխովի խոսքով ռուսական զինված ուժերը գիշերը Խարկովին 12 հարված են հասցրել։ Անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է դպրոցի տարածքին, մյուսը բազմահարկ բնակելի շենքի բակում գտնվող մանկապարտեզի խաղահրապարակին։ Բացի այդ հարվածներ են հասցվել Խարկովի Սալտովսկի շրջանում գտնվող 2 բնակելի շենքերի եւ մարզասրահի։ Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ, այդ թվում 4 երեխա, ասել է քաղաքապետը։ Հունիսին ռուսական զինվորականները մի քանի գիշեր շարունակ ռմբակոծել են Խարկովը։ Հունիսի 7-ի գիշերը ռուսական զորքերը քաղաքը ենթարկել են Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր ամենազանգվածային հարվածներին։
Իրանը դատապարտել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը եւ հայտարարել է ուրանի հարստացման նոր կենտրոնի գործարկման մասին։ Այդ մասին հաղորդում է Իրանի արտաքին գործերի նախարարության եւ Ատոմային էներգիայի կազմակերպության համատեղ հայտարարությունը։ Ըստ հայտարարության Իրանը միշտ գործել է անվտանգության շուրջ իր ստանձնած պարտավորություններին համապատասխան։ Թեհրանը բանաձևի ընդունումն անվանել է քաղաքական որոշում եւ քննադատել բանաձևն առաջարկած երկրներին՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային եւ Գերմանիային, նշելով, որ նրանց գործողությունները խաթարում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վստահելիությունը։ Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Իրանի Իսլամական Հանրապետությունը այլ տարբերակ չի տեսնում, քան արձագանքել այս քաղաքական բանաձևին։ Հետևաբար Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը կարգադրել է անվտանգ վայրում հարստացման նոր կենտրոն ստեղծել։ Նախատեսվում են նաև այլ միջոցառումներ, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ, նշված է հայտարարությունում։ Իրանը նաև երախտագիտություն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի անդամ այն երկրներին, որոնք ձեռնպահ են մնացել քվեարկությունից կամ իրենց ձայնը տվել են այդ բանաձևի ընդունման դեմ։ Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը եւ Բուրկինա Ֆասոն։ Չինաստանը միշտ հանձնառու է իր ստանձնած պարտավորություններին, նույնն ակնկալում է նաև Վաշինգտոնից։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Չին-ամերիկյան առևտրային բանակցությունների ընթացքի վերաբերյալ։ Նա նաև հույս է հայտնել, որ ամերիկյան կողմը կաշխատի Չինաստանի հետ երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք բերված կարևոր փոխհամաձայնության իրականացման համար, որը շարժիչ դեր է խաղում երկկողմ առևտրային խորհրդակցություններում։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն եւ Չինաստանը ձեռք են բերել առևտրային համաձայնություն, որը պետք է ստանա պետությունների ղեկավարների հավանությունը։ Հարավաֆրիկյան Հանրապետության արևելյան Քեյփի նահանգում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 49 մարդ։ Պաշտոնյաները զգուշացնում են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հունիսի 10-ի առավոտյան սկսվել են տեղատարապ անձրևներ, ուժեղ քամիներ եւ նույնիսկ ձյուն։ Մթաթա քաղաքն ամենաշատը տուժածներից մեկն է, որտեղ բոլոր համայնքները տարհանվել են, ենթակառուցվածքները վնասվել են։ Հարյուրավոր ընտանիքներ տարհանվել են եւ այժմ ապաստան են գտել ժամանակավոր կենտրոններում։ Վնասվել է առնվազն 58 դպրոց եւ 20 հիվանդանոց, իսկ բազմաթիվ տներ ողողվել են ջրով կամ ջրի տակ են անցել։ Ջրհեղեղից տուժած գոտիներում այժմ բեկորներ են, շրջված մեքենաներ եւ ավերված ենթակառուցվածքներ։ Փրկարարական գործողությունները շարունակվում են, քանի որ իշխանություններն աշխատում են անհետ կորածների որոնման ուղղությամբ։ Այլ թեմաներ հայտնաբերվել են 2 կալաշնիկով, 2 մակարով եւ 2 նռնակ։ Քրեական ոստիկանության բացահայտումը տեսանյութում։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող մի երիտասարդ կրում է մարտական ատրճանակ։ Հունիսի 4-ին ժամը 16-ի սահմաններում մայրաքաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցում երիտասարդը ձերբակալվեց եւ տեղափոխվեց քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց լիցքավորված մակարով ատրճանակ, ընդ որում 1 փամփուշտ էլ փողում։ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Լևոն Խեչոյան փողոցում գտնվող իր փաստացի բնակության վայրին կից ավտոտնակի հետնամասից երիտասարդը ներկայացրեց եւս 1 մակարով ատրճանակ, Կալաշնիկովի 3 ինքնաձիգ եւ 2 նռնակ։ Հանգամանքները նախաքննության պարզվում են։ Մեկ անգամ էլ հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ եղանակ առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի։ Ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 4 նիշով։ Վաղը կեսօրից հետո առանձին շրջաններում նաև մայրաքաղաքում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։